Վահե Քաչայի գավազանը վեպը գնահատում եմ 10-ից 1։ Գեստարմուսը կույր էր և օգտվում էր գավազանից։ Դա իրեն չէր խանգարում ապրել լիարժեք կյանքով։ Բոլոր հարմարությունները կային։ Բայց մի պրոբլեմ ուներ։ Եղբորը դատապարտել էին մահապատժի, մարդ էր սպանել։ Ֆրեդը, Գեստարմուսի եղբայրը, մի շփացած, անպատասխանատու երևույթ էր։ Փաստաբանը չկարողացավ օգնել Ֆրեդին։ Գեստարմուսը փորձում է օգնել եղբորը, նրան պատժի դատապարտած, անձանց հերթով դիմելով։ Երդվյալ ատենակալներին հավաքում է իր տան մեջ և սպառնում, որ եթե եղբորը մահից չփրկեն, իր գավազանով կպայթեցնի բոլորին, իրեն էլ հետը։ Գավազանի մեջ նիտրոգլիցերին էր դրել, բոլոր ներկաները խուճապի են մատնվում։ Վազում են էս կողմ, էն կողմ։ Մի կույր կարողացել է մի քանի հոգու պատանդ պահել տանը։ Սա դեռ մի կողմ դնենք։ Հարգելի հեղինակ, ինչպես է կույր մարդը բարեհաջող կերպով նիտրոգլիցերին դրել իր գավազանի մեջ ու չի գմփացել։ Պատանդներից մեկը իր կաշին փրկելու համար անգամ իր խորթ աղջկան էր ուզում որպես թիրախ օգտագործել, նրան այդ տուն բերել տալով։ Մի կերպ հարմարեցնում են ու ոստիկանություն կանչում։ Տեսուչը գալիս է, ծանոթանում գործին ու ասում, որ դա վրեժ է։ Նաև պատանդները հորդորում են ազատել տալ այդ ահաբեկիչի եղբորը, որ փրկվեն։ Պատանդներից երկուսը առանձնանում են ու սիլիբիլի անում։ Թե ասա այդ նեղ մաջալին ինչ սիլիբիլի։ Մի կերպ հաջողացնում են ու այդ գավազանը հափշտակում։ Բոլորը փրկված են։ Հետո տեղեկանում են, որ Ֆրեդը արդեն պատժի է ենթարկվել։ Ու այս ողջ պատմությունը մի փսլնքոտի ազատելու համար։ Եթե ինչ-որ տականքի սպանողի համար էսքան իրարանցում լիներ, դեռ մի քիչ կհասկանայինք։